անգամ խնդիրը իրանց այստեղ լինելը։ Հիմա այդ պարագայում միգուցե հոգեբանական ճնշում է, միգուցե չգիտեմ ինչ է, բայց ճիշտ է։ Ասեք անուններ, ինչ անուններ կարդացիք օրինակ, որ ձեզ համար Ասեք ինչ եք ուզում, դուք կողմ եք, ես նախագահի մոտ չէի, ես ամենից սենյակում նստած էի, նախագահի եք, ներողություն ասում, ժողովուրդ խոչընդոտում եք մեր աշխատանքը։ Ես խնդրում եմ հիմա կար դու կամ հաստատեք, իրաք ձեր նախատեսի Մարտարյան խնդրում եմ այդ սալի հարցերը թողեք, առաջ սալի Դուք մամուլից սերդյակ չեք վերջին բոլոր կարգադանցներին հեռացնել դահլիճից վերջին նախազգուշացումն է սա բայց այն ինչ որ դուք անում եք դա անկարգություն է խուլիգանություն է իստերի վարման կարգից դուրս կանոնակարգից դուրս գործողություններ եք անում խնդրում եմ հաստատեք կարգին արեք զբաղեցրեք ձեր համար նախատեսված տեղերը հարգելի լրագրողներ Մինչև այս նիստը շատ էին խոսակցությունները, որ արդեն կա որոշում հեծը Տաշիր կապիտալից վերցնելու վերաբերյալ։ Այդպիսի մի հայտարարություն արել էր նաև հեծի ժամանակավոր կառավարիչը, սակայն Ռոմանոս Պետրոսյանն այսօր ասել է, թե դա իր ենթադրությունն է եղել։ Այս տեղեկությունները ունեք որտեղից սա հավաքական հանրություն է։ Դա ինչ ենթադրություն է։ Աշխատավարձի վճարումը Նիստի սկզբում հեծի սեփականատեր Տաշիր կապիտալի ներկայացուցիչները ՀՑԿՀ նախագահին բացառք հայտնելու միջնորդություն են ներկայացրել այն հիմնավորմամբ, որ Մեսրոպ Մեսրոպյանը ԿՊ կուսակցության անդամ է եղել, երբ նրան առաջադրել են ՀՑԿՀ նախագահի պաշտոնում եւ դա տեղի է ունեցել ԿՊ կուսակցության նիստում, որին նա նույնպես ներկա է եղել։ Մեսրոպյանը նաեւ խնամիական կապի մեջ է ԿՊ հիմնադիր անդամներից Սասուն Միքայելյանի հետ։ Սրանք ինքնին կաշկանդող են համարվում Մեսրոպյանի արդար գործունեության համար, քանզի դրանցով ապացուցվում է վերջինիս ամուր քաղաքական կապը իշխող կուսակցության հետ, հայտարարել է Տաշիր կապիտալի ներկայացուցիչ իրավաբանը։ Սակագնի վրա չափելու հանգամանքը ՀՑԿ անդամները մերժել են միջնորդությունը, որից հետո կառույցի ներկայացուցիչը Համեցեք Տիկին Ղազարյան 178 էջանոց զեկույց է ներկայացրել այն մասին, թե ինչու պետք է Տաշիր կապիտալին պատկանող հեծի լիցենզիան դադարեցնել։ Զեկույցողը ելույթի ավարտին առաջարկել է դադարեցնել հեծի լիցենզիան։ Որոշման նախագիծը Այնուհետև Տաշիր կապիտալի ներկայացուցիչների հարցերին պատասխանել է հիմնական զեկուցողը, սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված նիստը հետաձգվել է եւ կշարունակվի նոյեմբերի 14-ին։ Այս նիստից դեռ ամիսներ առաջ Հայաստանի վարչապետն արդեն հայտարարել էր, որ լիցենզիայի դադարեցումից հետո կամ կպետականացնեն կառույցը, կամ կառավարման կհանձնեն մեկ այլ միջազգային ընկերության։ Տաշիր կապիտալից լիցենզիան վերցնելու համար պետությունը մի քանի $100 միլիոն պետք է վճարի ընկերությանը։ Հեծի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարի կարծիքով որևէ հայ գործարար չի վերցնի հեծի կառավարումը։ Դավիթ Ղազինյանը չի բացառել թուրքական կամ ադրբեջանական ընկերություն ստանձնի հեծի կառավարումը։ Ներքին, այսպես ասած, ռեսուրս ունեցող անձին կամ ընկերությունները չեն անի դա, որովհետև դա Սամվել Կարապետյանի դեմ իմ կարծիքով գոնե բարոյական քայլ չէ, հաշվի առնելով, որ խլել են վերջին հաշվով։ Իմ ինֆորմացիայով հանձնաժողովի շատ ցենց ներկայացուցչական կազմով գնացել են Թուրքիա։ Եղել են Թուրքիայում այս վերջերս Հիմա իրենք թող բացատրեն ինչ էին գնացել Թուրքիա նպատակները։ Բոլորը շատ լավ հասկանում ենք, որ այս մեր, այսպես ասեմ, մի թշնամական մյուս ես նույնպես համարում եմ, այսպես թշնամական, որովհետև վերջին հաշվով մեր թշնամի երկրի ամենամոտ բարեկամն է։ Այդ երկրների հետ Ադրբեջան-Թուրքիան խոսում։ Այո, այդ երկրների հետ մեր այս իշխանությունների սիրախաղավոր սկսվել է։ Ես համոզված եմ, որ Եթե անգամ գտնեն մի ընկերություն, որը դա ձեռք է բերելու, դա կամ լինելու է ուղիղ այդ երկու երկրներից մեկի ընկերությունները կամ իրենց հետ ինչ-որ փոխկապակցվածություն ունեցող, բայց ոչ իրենց ուղիղ տեսքով։